Հունիսի 25-ի գիշերը ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով Վենեսուելայի ափերի մոտ տեղի է ունեցել 2 երկրաշարժ։ 7.2 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 7.5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վենեսուելայի Կարիբյան ծովի ափին գտնվող Մորոն համայնքից արևմուտք Կարակասից մոտավորապես 168 կիլոմետր հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորությամբ։ Երկրորդ երկրաշարժը 7.5 մագնիտուդով գտնվել է Մորոնից 16 կիլոմետր հարավ-արևմուտք եւ ունեցել է 10 կիլոմետր խորություն։ ԱՄՆ երկրաբանական ծառայության գնահատմամբ 44% հավանականություն կա, որ հզոր երկրաշարժերը կարող էին խլել 10,000-ից 100,000 մարդու կյանք։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոստադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ եւ բնակելի կառույցներ։ Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը ահազանգել է ցունամիի վտանգի մասին Պուերտո Ռիկոյի, Միացյալ Նահանգների Վիրջինյան կղզիների եւ բրիտանական Վիրջինյան կղզիների համար։ Վենեսուելայում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Տնտեսական վնասները կարող են կազմել Վենեսուելայի հնայի 2-ից մինչև 20%-ը։ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժից հետո երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ Վենեսուելայի Մայկետիա օդանավակայանը փակ է երկրաշարժի եւ ավերածությունների պատճառով։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին։ Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր։ Նա նշել է, որ դա իրանական կողմի խոստումն է եւ այն պետք է կատարվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում։ Թեհրանն իր հերթին հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում։ Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել ընդդիմադիր SOS Ռոմանիա կուսակցության առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությանը Ռումինիայի եւ Մոլդովայի միավորման մասին հաղորդում են ռումինական լրատվամիջոցները։ Օրենքի նախագիծը կփոխանցվի Սենատ այդ հարցով վճռորոշ ատյան։ Օրինագիծը խորհրդարանում գրանցվել է ապրիլի 14-ին եւ ստացել Ռումինիայի կառավարության բացասական եզրակացությունը։ Դրա վերաբերյալ բացասական արձագանքներ են տվել նաեւ իրավաբանական հանձնաժողովը եւ Պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Քանի որ փաստաթուղթը չի դրվել լիագումար նիստում քննարկման եւ քվեարկության, այն համարվում է ինքնաբերաբար ընդունված Ռումինիայի սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն։ Ըստ օրինագծի Ռումինիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի Ռումինիայի եւ Մոլդովայի հանրապետությունների միավորման մասին։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Հելսինկյան համաձայնագրերի դրույթներին հավատարմության հաստատում, որոնք թույլ են տալիս պետական սահմանների փոփոխություն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։ Նախագիծը Ռումինիայի կառավարությանը լիազորում է անհապաղ բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը։ Նա Բաքու է այցելել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Նշելով, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը կանգնած էին Իրանի ժողովրդի եւ պետության կողքին, Ալիևը որպես դրա վառ օրինակ է գնահատել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ իր հեռախոսազրույցները, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում այլ շփումներն ու համերաշխության դրսևորումները։ Ադրբեջանի ղեկավարը նաեւ անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։ Ղալիբաֆն էլ երախտագիտություն է հայտնել Իրանի դժվարին ժամանակներում Ալիևի, ադրբեջանական պետության եւ ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։ Հյուրը նշել է, որ պատերազմն Իրանին ցույց տվեց նաեւ մուսուլմանական երկրների հետ շփումների կարեւորությունը։ Պատերազմի ընթացքում Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները։ Ադրբեջանը որպես բարեկամ երկիր կանգնած էր Իրանի կողքին, ասել է Ղալիբաֆը։ Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել ապագայում ադրբեջանա-իրանական կապերի առավել դինամիկ զարգացման վերաբերյալ, գոհունակությամբ ընդգծել, որ Աղբենդ քալել է կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է եւ Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքը եւս կծառայի տարածաշրջանում տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։